Բարև ձեզ, եթերում կարևորի մասին, այսօր գալայի տաղավարում հյուրընկալել ենք ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին։ Բարև ձեզ։ Աստծո բարի։ Կուզենայեմ ամփոփ գնահատական տայք, թե այս վերջին 2-3 շաբաթների գործողությունները ձեզ ինչ են հուշում, ինչ իրավիճակ է Հայաստանում իրավական համակարգի առումով եւ բնորոշ է արդյոք այս իրավիճակը ժողովրդավարական երկրին։ Մարդու իրավունքներով է սահմանափակվում իշխանությունների գործողությունները, դա աննախադեպ է օրինակ տոտալիտար, ավտորիտար եւ այլ պետությունների համար։ Այն որ միշտ չէ որ դա ստացվում է, դեռ չի նշանակում, որ դա կեղծ կետ է, հակառակը, դա այն կետն է, որին պետք է ձգտենք։ Պետք է ասեմ, որ այն ինչ որ մենք տեսանք հենց առաջի 17-ի, լույս գիշեր 18-ի, դա պետք է ասել, որ բնութագրում է մեր երկիրը, ինչպես ոչ թե առաջ գնացող, զարգացող, առաջ ընթաց ունեցող, այլ կարծես թե միջևական ոչ էլ տեղում դոփող, այլ թե հետընթաց ապրող։ Եվ այս առումով ես կարծում եմ այստեղ հիմքը կա, պետք չէ մենք թողնենք դա այդպես առեղծվածային լինի։ Դա էլի գալիս է նրանից, որ իշխանությունը պահելու, իշխանությունը վերարտադրելու համար արդեն գործի են դրվում ամենակոպիտ գործիքները եւ եթե ասենք թե 2008 թվականին ամենաողբերգական մի կողմի համար, ժողովրդի համար եւ հանցագործ ի վերջո հատկանիշներով գործողություններ է գործել իշխանական թևը, ապա մենք այստեղ տեսնում ենք ոչ թե սպանություններ, որոնք որ կրկնում եմ այն ինչ որ տեղի ունեցել կլուծվի, այլ մենք այստեղ տեսնում ենք ավելի շատ զանգվածային ոտնահարումներ իրավունքների, որը ինձ հիշեցնում է, ավելի շուտ ինձ մտածել է տալիս, որ սա սարսափեցնելու համար է հասարակությանը։ Այն ինչը ես անձամբ տեսա 18-ի գիշերվա այդ 3:30 ես մինչև այդ ժամը սպասել եմ ոստիկանության զորքեր կոչված այդ տարածքի հենց մոտ, այն ինչպես ես տեսա ինչ վիճակում են դուրս գալիս այդ մարդիկ, ընդ որում քանի ժամ հետո բերման ենթարկելուց հետո մենք մտանք շփումների մեջ սկսեցինք զրուցել, թե քանի մարդ էր բողոքում եւ կներեք ապացույցները իրենց վրա է։ Առնվազն մի դեպք միջև անգամ մենք լուսանկարներով ունենք, որ կոշիկի, ոստիկանի կոշիկի հետքը մեջքի վրա, թիկունքի այդպես փորի վրա, դեմքի վրա եւ ինչ-որ մի շորերը մի ահավոր վիճակում ճրվտված եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ այդ նույն այդ գիշերը ինչ որ տեղի ունեցել է 17-18 ժամ պահել, ընդ որում որտեղ Պարզվում է, որ բոլորին տարել են մի տեղ, սպորտ դահլիճում տեղավորել, կներեք դա շատ տգեղ եւ բնորոշ չէ իրավական պետության ճանապարհը բռնած երկրների համար։ Դա եղել է Վիրին աստիճանի ինձ թվում է քաղաքականեցված ակցիա, որովհետև ես հիշեցնեմ, որ այդ օրը ընդամենը մի 200 մարդ էր 17-ին հավաքվել, ճիշտ է, փաստորեն դրանից հետո բազմաշատ դարան։ Տիկին Ալավերդյան, մենք Սերժ Սարգսյանի վերջին ելույթում սակայն ոչ միայն քննադատական խոսքեր չլսեցինք, այլ ըստ էության խրախուսվեց իրավապանների նման գործելավոճը եւ բացի այդ մի քանի կետ եմ ես առանձնացնել, որոնց մասին կուզենամ խոսենք, որտեղ կարծես թե իրավական մենք շեղում ունենք, մասնավորապես Սերժ Սարգսյանը իր ելույթում ըստ էության ահաբեկիչներ անվանեց տղաներին, ահաբեկչություն գործողությունը, սակայն դատական որոշում մենք այդպիսի չունենք։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը այսպիսով անմեղության կանխավարկած է խախտում եւ ինչ է սա նշանակում արդյոք իրավականորեն նման գնահատականը։ Տեսեք, բավականին երկար ժամանակ զերծ է մնացել այդ եզրույթից նույն ԱԸՑ-ն բավականին երկար, հիշում եք հայտարարությունները, եւ բնութագրել է, եզրույթը եղել է շենքշինություն բռնագրավել, զենք օգտագործել եւ այլն։ Եվ այս առումով ոչ միայն այդ անմեղության կանխավարկածի
կոպիտ ոտնահարում է։ Ես պետք է մի զեղում եմ այդպես։ Հարցն այն է, որ նախագահի խոսքը զարգացած եւ կայացած ժողովրդավարական երկրներում կարող է նշանակություն չունենա։ Վերջերս Օբաման վերին աստիճանի շատ գովում է Տիկին Քլինթոնին եւ բնութագրում է վատ, ասենք Թրամփին, բայց դա ոչ մեկը չի ընդունում որպես վարչական չարաշահում, վարչական դիրքի, որովհետեւ դա որևէ մեկը այդպես դա չի ընդունում, չի ընկալվում։ Մեզ նման երկրներում ցանկացած եզրույթ, ցանկացած խոսք, որը ասվում է նախագահի, գործող նախագահի տվյալ դեպքում շրթերով, դա ստանում է շատ ավելի մեծ նշանակություն ունեցող եւ ես տվյալ դեպքում պետք է ասեմ, որ դա կարելի է ընկալել ոչ միայն որպես այդ անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլ եւ ինչպես դատական իշխանությունների իրավապահ մարմինների ուղղորդում, ինչը ծանրագույն ձևով, ինչը նախ եւ առաջ խորտ չի մեզ մեր իրողության համար Շանթ Հարությունյանի դեպքում են նման Զորովնակ մարտի 1-ը այդպես էլ չիմացանք 4 հոգի Չիրոմուխայից որ կրակել են 3-ը սպանվել են, դու եղել։ Իսկ ինչ անճարություն է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ եղել է ուղղորդում։ Սա շատ կարևոր է, թե քո պրակտիկան ինչպիսին է։ Պրակտիկա այդ տիպի պրակտիկայի ժամանակ ցանկացած խոսք արդեն, որը հնչում է այդ բարձր պաշտոնատար անձի կողմից, անշուշտ շատ ծանր անդրադարձ է ունենում թե ընթացքի վրա, թե գնահատականների, թե ապագայի վրա։ Եվ այս առումով ես դատապարտել եմ ուղղակի, դատապարտել եմ համարում ով է այդպիսի տեքստը գրել։ Բացի դրանից այդտեղ կար զերծ են մնալու հաշվեհարդար։ Դա այբուբեն է ջար գրողների համար, որ երբ որ խոսքը, նեգատիվ խոսքը օգտագործում ես, կրկնում այդ մակարդակի վրա, այս կոնտեքստների մեջ դու երկու բան ես անում, նշանակում է դու կա այդ հնարավորությունը եղել է եւ կարող էր չբացառվել եւ միայն նախագահի կողմից հորդորն է, որ պետք է բացառի այդ հաշվեհարդարը։ Կրկնում եմ, դա ամեն մեկը պետք է հասկանա, որ մի բան է դա ասի փողոցում կանգնած մի քաղաքացի, օրինակ ես թեկուզ կանգնեմ, ասեմ, մյուս բանը թե երբ որ գործող նախագահն է։ Եվ մյուսը այդ մասը, որը որ ինձ համար ուղղակի անհասկանալի է, ինչ է նշանակում մոռացեք ոստիկանության կողմից։ Գիտեք, դա իհարկե կարելի է ավելի թեթև դրան վերաբերվել, եթե մենք չհասկանայինք, որ խոսքը գնում է էլի ուղղորդման մասին եւ ասիմետրիկ վերաբերմունքի մասին, ուր մնաց իրավական պետությունը, ուր մնաց իրավունքի գերակայությունը։ Ես գտնում եմ, որ ամենևին համաչափ չէր խոսքի մեջ եզրույթները, որոնք օգտագործեցին, իսկ ինչ վերաբերում է ահաբեկչությանը, քանի անգամ կրկնել եմ, տեսեք, որ միջազգային բարձր պես ինչպես ասեմ, բնութագիր ունեցող հաստատությունները Եվրոպայի խորհուրդ լինի դա ԵԱՀԿ չեն օգտագործել այդ եզրույթը։ Ինչու՞, որովհետև ինչպես էլ դու դա օգտագործես բանական իմաստով կամ դա շատ վատ է բնութագրում նախ եւ առաջ երկիրը եւ խեղում է ուղղակի խեղում է իրավիճակի պատկերը։ Անկախ Սերժ Սարգսյանի վստահեցումից, որ հաշվեհարդար չի լինելու, մինչ այս փուլը տեղ ունեցող իրավական գործընթացները Սասնա Ծռեր խմբի անդամների եւ բերման ենթարկված եւ այնուհետ մեղադրանք առաջադրված անձանց նկատմամբ ձեզ ինչ են հուշում, այնուամենայնիվ հաշվեհարդար լինելու է թե ոչ։ Նախ եւ առաջ ցուցարարների, ուրեմն դա հաշվեհարդարից էլ այն կողմ է, կրկնում եմ, դա սարսափեցնելու նպատակով գործողություններին հասարակությանը դաս տալու, ես նույնը ասել եմ մարտի 1-ին, լավ է հիմա գոնե զոհեր չենք ունեցել, բայց արդեն խեղվում էր հասարակության ընկալումները, փորձ է արվում դաս տալ էնել այդպիսի ժամանակահատվածում, որ նախա խորհրդարանական ընտրություններ են, պետք է մենք այդպես դա կոչենք, դա բացարձակապես չէր վկայում նրա մասին, որ հաշվեհարդար չէ, հակառակը այն
տգեր չեմ էլ ուզում արդեն բնութագրեմ գործողությունները եւ ինչպես են վերաբերվել շատ դեպքերում բերման ենթարկվածների խոսում են դրա մասին որ ես ասել եմ ես դրանց ոստիկան չեմ կոչելու իրանք ոստիկանական շորերով են դրանք տմարդ են որովհետեւ երբ որ մենք խոսում ենք կոնվենցիայի մասին կտանքների դաշան այնտեղ գրվում է անմարդկային վերաբերմունք հայերենում կա անմարդկային վերաբերմունք ցույց տվածը դա տմարդ է մարդը մարդկային է վերաբերվում եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերողը դա ինձ համար ոստիկան չի ինչ վերաբերում է Սասնա ծռերին կա մի դեպք որը ես արդեն ասել եմ ես դա խարան է մնալու այն եւ հրաման տվողների եւ իրականացնողի դա Մանուկյանների հանդեպ այդ կրակոցներն են որոնք ես առաջի օրվանից եմ ասել նպատակ չեն ունեցել սպանել դա պրոֆեսիոնալներ են արել դա եղել է մեկ նպատակ խեղել դարձնել այդ երկու հոր եւ որդուն դարձնել միջև կյանքի վերջը հաշմանդամ ընդ որում հորը ավելին պես բան անելով եւ այդ երիտասարդ որդուն որը մենք չեմ կարծում որ որևէ մեկը կասկածում է որ դրանք ոչ լրտես են ոչ ագենտ են ոչ միջև անգամ միտում ունեին որևէ անգամ վնասեին երկրին դա բացառվում է դա նշանակում է այդ արարքը հաշվեհարդար եմ ես տեսնում դա հաշվեհարդարի ամենաստոր ձևն է ասում են դա եղել է իրոք ոչ ազնիվ ձևով հրավիրելով սկզբից Պավլիկ Մանուկյանին դե տղան էլ վրա է հասել ես դա գտնում եմ ստոր արարք դա հաշվեհարդարից էլ այն կողմ է այնպես որ հաշվեհարդարի մեջ մեկ-մեկ ինչ-որ բան են գտնում պես չգիտեմ նպատակի եւ այստեղ դա չկա դա ստոր ձև է ու դրա համար այդ հաշվեհարդար խոսքը արդեն նախագահի կողմից օգտագործումը հենց խոսում են դրա մասին որ իրենք էլ են հասկանում որ բոլոր դեպքերում այդ նախորդ այդ գործողությունների մեջ առնվազն կան այդ հատկանիշները այդ հաշվեհարդար կոչվելու համար այդ գործողությունների մեջ երբ Սասնա ծռեր խմբի անդամները գտնվում էին ՊՊՑ գնդում ԱԱԾ-ից հայտարարություն տարածվեց որ խմբի այն անդամները ովքեր կամավոր կհանձնվեն կազատվեն քրեական պատասխանատվությունից ըստ էության արդեն հուլիսի 31-ին մենք տեսանք որ գործընթացը կամավոր սկզբունքով կազմակերպվեց այժմ դա բավարար այս հայտարարությունը հիմք է որպեսզի առնվազն այդ մեղադրանքներով շենք շինությունների գրավում զենքի կրում եւ այլն տղաներն ազատվեն քրեական պատասխանատվություն ինչպես ես արդեն ասեցի նույն միտքը հնչեցվել է շատ པարզ եւ նախկինում գլխավոր դատախազի կողմից բայց արդեն իսկ այդ 27 թե կարող է արդեն ավել գործերով հարուցված գործերով մեղադրանքները չեն խոսում դրա մասին որ գործընթացը գնում է այդ ուղղությամբ ընդ որում էլի ես չի վերցնի հիմա ինձ վրա ավելին քան հիմա ասել եմ թույլ տանք բոլոր դեպքերում քնչական այդ փուլում գործընթացները գնան բայց այդ հիշողության մեջ միշտ պահելով դեռ իր պաշտոնում գտնվող նշանակում է կշիռ ունեցող այդ խոսքերը գլխավոր պարոն Կոստանյանի շուրթերից եւ նայենք թե ինչպես է ընթանալու այստեղ կա բոլորովին մի այլ խնդիր եւս որ վայր դնելը երբ է տեղի ունեցել ինչպես է տեղի ունեցել եւ այդ արանքում եւս մեկ զոհ ոչ մեկս գրեթե չի ուզում դրա մասին խոսել դա այնքան պղտոր այնքան անտրամաբանական որ դա տեղի ունենա Սասնա ծռերի խմբի անդամների կողմից բայց տեսեք ինչ բանաձև է չես էլ կարող մեղադրես որ այդպես են իրենք ասել հնչել է այսպես որ այդ տարածքից է դա տեղի ունեցել տեսեք դա ճիզվիտական կներեք մտածելակերպ է շատ շատերի համար եթե այդ տարածքից է դա կնշանակի որ հենց Սասնա ծռերի խմբի անդամներից է իրականում դա իլի քնչական գործընթացները քննությունը պետք է բարձի այդ տարածքից ով է որտեղ մենք չենք կարող այսօր ասել որ բացի Սասնա ծռերից տանիքում չէր կարող հայտնվել մեկնումեկը երբ որ փորձեր են տեղի ունեցել ճեղքել գրոհել եւ այլն այնպես որ սա եւս շատ մի պղտոր էջ է այսինքն
Այստեղ ստացվում է, որ եթե մտածենք, որ դա սասնածռերից մեկն ու մեկն է, դա ինչ սադրիչ գործողություն է, որ իրենց մեղքը ավելացնեն, երբ որ գործընթացը այսպես թե այնպես սկսված է երկխոսության։ Այնքան անհավանական է, որ մնում է մտածել, որ դա բոլոր դեպքերում եւս մի սադրանք է։ Հիմա այդ բոլորը խոսում են նրա մասին, որ թեկուզ այդ վերջում այդ դեպքերի հարցերի լուծման մեկ է արվել է եւս մի բան է տեղի ունեցել, ես զգուշ լինեմ, որը կարող է դիտարկվել ինչպես սասնածռերի խմբի անդամների մեղքի ավելացումը։ Շատ քչերն են հավատում, որ արդար դատավարություն կնա այդպիսի ուղղորդվող գործընթացի մեջ, այդպես նախորդող այդ դեպքերը, վերջապես այն, որ մենք այդպես էլ չենք հասկանում, որտեղից այդ դաժանությունը իրոք խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Մի անգամ կազմակերպվեց, բոլոր էլի ես թողնեմ ամեն ինչը ում կողմից, կազմակերպվեց սադրանքը, այդ երբ որ Սարի թաղի բնակիչները դժգոհում էին եւ ճիշտ էին դժգոհում, որ իրենց էլ են զրկել որոշ կյանքի համարապահման համար անհրաժեշտ ծառայություններից, բայց դա առիթ եղավ եւ բայց մնացյալը 3 ինչ է տեղի ունեցել, 3 ինչի 25 մարդ բերման ենթարկվեց։ Տիկին Ալավերդյան, այս օրերին բերման ենթարկված ցուցարարներից, ակտիվիստներից, որոնց որ մեղադրանք է առաջադրվել, հիմնականում փաստաբանները նշում են, որ մեղադրանքը կառուցվել է ոստիկանության ներկայացուցիչների վկայությունների հիման վրա։ Միջազգայինորեն իրավական տեսանկյունից ինչքանով է հիմնավոր միայն ոստիկանության վկայության վրա ստեղծված գործերը։ Ավելի զավիշտ կա նույն ոստիկանների։ Ես երեք եղել եմ մի քննարկման, որտեղ եղել են փաստաբանները եւ տարբեր գործերում նույն ոստիկանները, 2 ոստիկանները տվել են ցուցմունքներ։ Դա ոչ թե միջազգային իրավունքի, դա էթիկայի նորմերից անգամ ուժ վաղուց դա դուրս է եկել պրակտիկայից, այսինքն բոլորը հասկանում են, որ դա հնարավոր չէ հավաստի տվյալներ, այն էլ միակողմանի։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ վտանգը, որ եւ դատական գործընթացը կգնա ոչ իրավական ճանապարհով, ինձ գոնե իմ մտքով դա անցել է ու ես անընդհատ արտահայտում եմ։ Ես կարծում եմ, որ պետք է հրավիրվեն միջազգային հմուտ կազմակերպություններ, որոնք ազգային հասարակական կազմակերպությունների հետ միասին կիրականացնեն այդ դատական գործընթացների մոնիտորինգը։ Իմ փորձը էլի 25 տարվա ապացուցում է, որ այդպիսի մոնիտորինգը նախ եւ առաջ շատ անգամ կանխում է որոշ ոտնահարումներ, որոշ իրավունքների ոտնահարում, մասնավորապես դատավարական գործընթացի մեջ, եւ երկրորդը դա ինչ որ մի քայլ է, որ ավելի ճշմարիտ դու ներկայացնես գործը եվրոպական դատարան։ Տարիներ շարունակ մենք ականատես ենք, թե ինչպես ոստիկանությունը Վլադիմիր Գասպարյանը ջանք ու եռանդ չէր խնայում ոստիկանության նոր կերպար կերտելու համար դրան եւ դա ուղեկցվում էր միջազգային կառույցների աջակցությամբ ֆինանսավորմամբ։ Եվ այս փուլում նման կոշտ ինչը կարող է ստիպել օրինակ Վլադիմիր Գասպարյանին նման կոշտ քայլերի գնալով տարիների աշխատանքը ըստ էության անեացնելու։ Ոստիկանությունը դա գործիք է քաղաքական իշխանության, իրական իշխանության ձեռքում։ Շատ կներեք, այդ մենք Հայաստանում ենք ապրում, այդ որ մի ոստիկանություն ինքնագլուխ կսկսի այդպես կրկնում եմ ակներև տեղի ունեցող զանգվածային մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների ոչ մեկը պետք է ձեզ ասեմ եւ նախորդները նույնը ավելին ես դες պետք է միշտ եմ ասել ես ավելինն էի սպասում Վովա Գասպարյանից Վլադիմիր Գասպարյանից ես գիտեմ իր որոշ անձնական այսպես ասած գծեր ինձ թվում էր որ ինքը կարող է հաղթահարի այդ պարտադրված քաղաքական հրաման փաստորեն քաղաքականը այլ ոչ թե իրավական եւ այս առումով ես կարծում եմ թողილი ինձ բոլորը ներեն զոհեն եւ այն ոստիկանները, որոնց պարտադրում են իրականացնել անօրինական, անիրավական, իրավունքին հակասող հրամանները, մասնավորապես այդ հաշվեհարդարը, այդ ծեծուջարդը իրականացվել է փաստորեն ուղղորդվող ոստիկանության կողմից տվյալ դեպքում ուղղորդվող ոչ ոստիկանական շորերով ամրակազմ եւ նախապես պատրաստված եւ այդ մահակներով այդ մարդկանց, որոնք ճիշտ ժամանակին
այդ ծրագրված, պլանավորված օպերացիա, որ ասում են, այդ դա է տեղի ունեցել, դա սպոնտան չի եղել, դա պատահական չի եղել, Սարի թաղի բնակիչները պատժվեցին, առնվազն նրա համար, որ իրենք ձայն են բարձրացել, բողոքի ձայն են բարձրացել, որ իրանց ապահովի նորմալ կյանքի պայմանները, եւ բացի դրանից դա արվում էր դաս տալով ոչ միայն Սարի թաղը դա օվկիանոսի մյուս կողմը չի, դա ամբողջ հայությանն է դաս տրվել, որ տեսեք, մենք կարող ենք մտնել ձեր սեփական տները, ձեր երեխաների աչքի առաջ հաշվեհարդար իրականացնել։ Ոստիկանության ներսում կան անձինք, ովքեր որ ինչպես դուք նաև կարծիք հայտնեցիք, հասկանում են, որ իրենք այս քայլին գնում են եւ այսպիսի անջրբետ են կառուցում իրենց եւ ժողովրդի միջև կոնկրետ անձանց քաղաքական շահերի համար։ Ինչու մենք չենք հանդիպում դեպքերի, երբ որ օրինակ զանգվածաբար ոստիկանական համակարգից դուրս գան մարդիկ կամ անցնեն բարիկադների այս կողմում, ինչին փորձում են շատ հաճախ ձգտել հասնել ցուցարարները, խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիները։ Գիտեք, հարցը առնվազն երկու բան ունի, մեկը դա երևի աշխարհաքաղաքականի մեջ։ Ես կարծում եմ իշխանությունները եւ իրենց ենթակաները իրենց ճակատագիրը չեն կապում ժողովրդի կարծիքի հետ։ Կարծես թե իրենց ճակատագիրը, պաշտոնը եւ մնացյալը կախված չէ ժողովրդից։ Դրա համար իրենք կամայականությունների, այս կամայականությունների այսպես ալիքով են ուղակի հանդես գալիս։ Իսկ երկրորդը նա է, որ ժողովրդավարությունը ընդհանրապես թանկ մի արժեք է, այսինքն աղքատության մեջ մարդիկ, որոնք որ դատապարտված են իր կտոր հացի համար որևէ մի տեղ աշխատելու, իդեպ շատ ոստիկանության մեջ շատ մարդիկ կան, ովքեր որ շատ լավ մասնակցել են Արցախյան պատերազմում։ Դուք իրենց վիճակը մի րոպե պատկերացնենք, երբ որ իրենք ճանաչում են իրենց շատ ավելի լավ, քան մենք քաղաքացիական այսպես մարդիկ, պատկերացնում եք իրենց համար դա ինչ տրավմա է, այդ հոգեկան ինչ հարված է, բայց դրանք դրան չեն գնում, կրկնում եմ, որովհետև նախ եւ առաջ այդ մեքենան գործում է եւ կճնշի ուղակի դուրս կհանի իրենց լուսանցքներից էլ են կողմ, կյանքի ընդ որում։ Եվ երկրորդը կրկնում եմ, նրանք որտեղից պետք է հայթայթեն իրենց ինչ որ կտոր հացը, թեկուզ ես ժամանակին 2004-5 թվականներին մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում լինելով նույն բանը ասել եմ դատավորներին, երբ որ ապացուցված է եղել, որ դատավորները նախապես քաղաքական պես հորդորել չի, իրոք հրամանով են դա արել, եթե հրաման կարելի է ճակերտներով կոչել, ապա այս երկու դատավորներ արտահայտվել են, դա եղել է բաց քննարկում միջազգային, ասել են ինչ է, դուք ուզում եք մեզ աշխատանքից քիչ է, մեզ աշխատանքից հանեն, մեր երեխաներին, մեր մայրերին, հայրերին, ով որ դեր երիտասարդ է, զոգաչներին, հարևաններին, ընկերներին, այսինքն ես էլ ասել եմ, այո, ուզում եմ, որովհետև երբ որ դուք դա անում եք, դուք երբ որ անիրավական վճիռ եք կամ որոշում եք կայացնում, դուք այդ նույն վնասը հասցնում եք ուրիշին, մի անգամ էլ դուք արեք։ Ես հիշում եմ, որ դատավորներից մեկը ասեց, որ մենք դրան դեռ չենք հասել։ Հիմա թե դա երբ կհասնենք, բայց որ դուք ճիշտ եք, դա է ճանապարհներից մեկը, երբ որ ես ասում եմ խաղաղ մեթոդները չեն սպառվել, մեթոդներից մեկը դա է, երբ որ անհնազանդության են գնում, անհնազանդ են իրենց պահում, ոչ թե պարզ քաղաքացիները, որոնք որ առանց են էլ կներեք հնազանդ են, հնազանդ չեն, վիճակները վիճակ չէ, այլ երբ որ նրանք ովքեր ունեն ինչ կորցնելու, պաշտոն, բարեկեցություն, մակարդակը մենք ապրուստին իջեցնում, այ երբ որ մենք դա եւ մեթոդ դա կլինի, եւս մենք կտեսնենք, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որը ինչպես ասում են, տանում է դեպի տաճարը։ Հիմա դա այդպես չէ։ Եղավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Տիկին Ալավերդյան, հարգելի հեռուստադիտողներ, իսկ մենք այսօրվա մանրախտեսել ենք այսքանը, կհանդիպենք հաջորդ ցտեսություն։